որ մարդը անձնական ընտրություն ունի, չգիտեմ, iPhone 17 գնի, թե մի հատ լավ դիպուկահար զենք իր համար։ Հերոսներ պետք չեն, հերոսներ չպետք է լինեն, որովհետև հերոսներ ծնվում են, եթե համակարգը լավ չի աշխատում։ Կարծում եմ բոլոր կայացած երկրներն էլ այդ համակարգերի վրա են հիմնված աշխատող, ժամացույցի պես աշխատող համակարգի վրա են հիմնվում։ Խաղաղությունը երբևէ տեղի չի ունենում, եթե դու թույլի դերից ես հանդես գալիս։ Մեռած մարդը կամ մեռած պետությունը էլի խաղաղ է։ Ամենախաղաղ ժամանակը գալիս։ Ոչ մեկ էլ քեզ չի անհանգստացնում։ Ահագին էմոցիոնալ է, հատկապես մայիսի 28-ը Սարդարապատի խորհուրդը այդ տիպի ճգնաժամային իրավիճակում պետականության կայացումը տեղի ունեցել Սարդարապատից հետո։ Բայց պատերազմի օրերը համեմատած պատերազմից հետո օրերի հետ ես որոշ դրվագներով կամ որոշ ասպեկտներով համարում եմ իմ կյանքի վերջին երջանիկ օրերը։ Ողջունում եմ ձեզ Լուսահար փոդքասթի հարթակում, ես Տիգրան Արեգունին եմ։ Մայիսյան տոներին ընդառաջ մենք մեր գաղափարական բովանդակային քարտեզից ընտրել ենք Մարտունակ երկիր խորագիրը։ Այդ խորագրի ներքո կանդրադառնանք հետևյալ թեմաներին. զինված լինելու մշակույթը, տեխնոլոգիաները և անվտանգային նոր մշակույթը, համապարփակ անվտանգային համակարգը և այլ հարակից թեմաներ։ Այս ամենին այսօր կփորձենք անդրադառնալ ոչ մասնագիտական տեսանկյունից և դրա համար մեզ հյուր ենք հրավիրել բարձունքի ԱԽ անդամ, միկրոէլեկտրոնային ինժեներ, 2020 թվականի պատերազմի մասնակից, Պահեստազորի սպա Հայկ Նավասարդյանին։ Բարև Հայկ ջան, ոնց ես։ Ողջույն Տիգրան ջան, հնարավորինս լավ, դու ոնց ես։ Լավ Հայկ ջան, ես էլ եմ լավ։ Ուրեմն միջև սկսելը բուն թեմային, մի հատ կուզեի անդրադառնանք քո փորձառությանը, բանակում ոնց ես ծառայել, ոնց ես սպա դառել, հետո Պահեստազորի սպա, մի քիչ դրա մասին պատմի։ Հա, իմ փորձառության մասին ասեմ, որ դեռ ուսանող ժամանակ առաջին անգամ որոշեցին աշխատացնել այն ծրագիրը, որը հետագայում կոչվեց Պատիվ ունեմ, որ բակալավրիատում սովորելու ընթացքում ուսանողները կարող էին զուգահեռ սովորել նաև Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում և ստանալ սպայական կոչում 2 տարվա պայմանագրով գնալ զորքեր ծառայության։ Որոշումը, որ այդպես ծառայեմ, բավականին արագ եմ կայացրել, որովհետև հասկանում էի, որ այդ 2 տարին, երբ որ քո կյանքից ծառայեցնում ես հայրենիքի պաշտպանությանը, միևնույնն է ծառայեցնում ես ու եթե կարող ես ավելի շատ օգուտով ծառայեցնես, ուրեմն միանշանակ պետք է այդ ճանապարհը ընտրել։ Իմիջիայլոց ծառայությունից հետո էլ արդեն զորացրված ժամանակ, երբ որ պատերազմը սկսվեց, պատերազմի օրերին հասկացա, որ շատ ճիշտ որոշում է եղել ու շատ օգտակար է եղել այդպես ծառայելը ու եւ իմ գիտելիքներն է բարձրացրել եւ դրա շնորհիվ ես կարողացել եմ ուրիշներին ավելի օգուտ տալ։ Այսինքն դու պատերազմի ժամանակ ծառայության մեջ էիր, թե Չէ, ես զորացրվել եմ Պահեստազոր պատերազմից մոտավորապես 1 ամիս առաջ, պատերազմին մեկնեցի արդեն կամավոր Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետ։ Հա, շատ լավ։ Մի հատ sense կարծրատիպ կա, որ IT-շնիկները, այսինքն IT ոլորտի մասնագետները բանակում ինչ որ ուրիշ խնդիրներ են ունենում եւ այլն, այսինքն բանակի միջավայրը իրանց համար մի քիչ խորթ է, մի քիչ այս կարծրատիպի մասին կուզեի խոսալ, ոնց է քո մոտ այդ process-ը եղել։ Ես փորձում եմ ամեն ինչի մեջ կապեր գտնել ու միգուցե մարդիկ, ովքեր ուզում են բանակից խուսափել, հաճախ են գնում IT ոլորտ։ Կարող է դա պատճառը, կարող է ընդհանրապես այդ չի, կարող մտածողության տեսակներն եւ այլն, բայց ես համոզված եմ, որ մարդը, որ ունի վերլուծական մտածողություն, որ ունի ինժեներական կրթություն, հասարակության սոցիումի մեջ բնականաբար իմ կարծիքով ավելի լավ պետք է կողմնորոշվի, հետեւաբար բանակում ավելի հեշտ պետք է հարմարվի, այսպես ասած ժողովրդական բառով։ Հա, հիմա կամաց այդ կարծրատիպը կոտրվում է, հատկապես այս տարբեր ռազմամարզականների մեջ ահագին IT-ից մարդիկ են ներգրավված, բայց մինչև դրան անդրադառնալը մի հատ խոսանք 44 օրյա պատերազմի մասին, այդ օրերին, որներ քո ամենայն
տպավորիչ, ոնց ասենք, բեկումնային ինչ որ իրադարձություն կամ, չգիտեմ, գումարային ինչ որ տպավորություն, որից հետո քո պատկերացումները ավելի մոտեցավ իրական դաշտում, այսինքն հողի վրա ինչա կատարվում, բանակի մասին քո կարծիք ընդհանուր անվտանգային համակարգի մասին։ Երևի ընդհանուր պատասխանեմ, ինչ որ կոնկրետ բան չեմ գտնի հենց այդ հարցին պատասխանելու համար, բայց նախ ասեմ, որ պատերազմին իմ մասնակցությունը իմ համար շատ ակնհայտ էր, արդեն նշեցիր, որ ես սպա եմ եղել ծառայության ժամանակ ու ես միշտ իմ զորացրվող զինվորներին պարտադիր հարցնում եմ, երբ որ կարիքը լինի, դու պատրաստ ես վերադառնաս քո հայրենիքի պաշտպանությանը, չի եղել մեկը, որ ասի չէ, այդ հարցը հատուկ էի տալիս, որովհետև ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց այդ հարցը տան, ու այդ հարցի պատասխանը իմ մոտ միանշանակ էր ու շատ տարօրինակ կարող է հնչի, բայց պատերազմի օրերը համեմատած պատերազմից հետո օրերի հետ ես որոշ դրվագներով կամ որոշ ասպեկտներով համարում եմ իմ կյանքի վերջին երջանիկ օրերը, որովհետև այդ ժամանակ մենք հաղթած էինք դեռ կամ տենց զգում էինք ամենայն դեպս, իհարկե երջանկությունը պետք չի միայն այդտեղ փնտրել, բայց դա մեր կյանքի մի մեծ մասը, ամենայն դեպս իմ համար, մեր պատերազմը, Արցախի կորուստը, պատերազմի պարտությունը այնպիսի բաներ են, որ իմ կյանքի վրա անմիջականորեն ազդում են, ես չեմ կարող դրանց մասին չմտածել, դրա համար, որ ասում ես այդ բեկումնային պահը, ամենաբեկումնային պահը պարտությունն էր։ Ու պատերազմների ելքերը պայմանավորված են շատ բազմաթիվ գործոններ։ Պատերազմից հետո օրինակ լիքը մարդիկ հայտնվեցին, որ սկսեցին պատերազմի պատճառները քննարկել, պատճառների մասին խոսել, պարտության պատճառների մասին խոսել, այո, կարելի է լիքը պատճառներ բերել, բայց այդ պատճառները այնքան շատ են ու այնքան տարբեր բաներով պայմանավորված ելքը, որ դրանցից մեկը չես կարող բռնես, ասես, այ երբ որ ես սա հասկացա, որ մենք կպարտվենք կամ պատերազմը այսպիսի ելք ունենա։ Դրա համար, եթե հարցնում ես բեկումնային պահի մասին, այո, կասեմ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթն էր։ Իսկ այդ պարտության հիմնական պատճառները ասցիր, որ տարբեր են։ Մի քանիսը կարաս նշես, ասենք, նաև sense կարծիք կա, որ առաջնագծում զինվորը չի պարտվել, հիմնականում ընդհանուր համակարգն է պարտվել, թիկունքը, չգիտեմ, պետական կառավարումը եւ այլն, էլի իշխանությունը, այս կարծիքն էլ կա ու մի քանի պատճառներ նշես ըստ քեզ, էլի։ Այո, հենց այդ կարծիքի հետ կապված, ես իհարկե որևէ մեկի արած գործը չեմ ուզում նսեմացնեմ, մարդիկ, ովքեր իրենց մարմնով ֆիզիկապես գտնվել են առաջնագծում, ամենաթանկն են տվել, անկախ նրանից ելքը ինչ է եղել իրենց համար, բայց Նժդեհը մի հատ խոսք ունի, կարող է ուղիղ չմեջբերեմ, բայց որ ժողովրդին է ամեն մի հաղթանակ եւ անկարող հրամանատարից է գալիս ամեն մի պարտություն։ Ես շատ երկար մտածում էի այդ խոսքի մասին։ Երբ որ այդ խոսքը ասում է ժողովուրդը, դա ոնց որ իր մեղքերը փոքրացնելու եւ ամբողջ մեղքը հրամանատարության վրա բարթելու մասին լինի։ Իմիջիայլոց սա որ ասում եմ պարտադիր պետք է շեշտեմ, որ որևէ ձև մեր ունկնդիրը չմտածի, որ ես որևէ կերպ արդարացնում եմ հրամանատարության եւ առավել եւս գերագույն հրամանատարությանը, բնականաբար պարտության հիմքում ամենակարևոր կետերից մեկը ղեկավարումն է, ու եթե ղեկավարումը տապալված է, մնացած իդեալական աշխատանքի դեպքում կարող ես պարտություն կրել։ Բայց միևնույն ժամանակ այդ խոսքը, որ ասացի Նժդեհից, Նժդեհը դա ասում էր որպես հրամանատար, ու ես այդ տեսանկյունից շատ լավ հասկանում եմ այդ խոսքը, որ երբ որ դու հրամանատար ես, պարտվել ես, դու ընկալի որ դա քեզնից է, ինքդ փորձի հասկանաս քո մեղքերը, քո սխալները, բայց երբ որ դու հաղթում ես, դու պետք է գնահատես նաև այն, որ քո ժողովուրդն է քո կողքին եղել, որ դու կարողացել ես հաղթել։ Երբ որ այդ արտահայտությունը Նժդեհի վերցնում ժողովուրդն է անում, այդ ժամանակ ժողովուրդը ոնց որ նսեմացնում է իր հրամանատարին, անկախ նրանից արժանի է թե չէ, դրա մասին կարանք էլի խոսենք, եւ բարձրացնում է իրեն։ Պարտության պատճառներից խոսեցինք, պարտության պատճառներից արդեն նշեցի, որ ամենակարևորը միևնույնն է ղեկավարումն էր եւ նաև մեր ընդհանուր որպես պետություն աշխարհակաղակական դիրքորոշումը, բայց բացի դրանից ասեմ, որ այդ պարտությունը բոլորս կրում ենք եւ բոլորիս մեջ կար։ Ու պարտության պատճառներից մեկն էլ մեծամտությունն է, որ մենք գիտենք, որ մենք Կովկասի ամենամարտունակ բանակն ենք։ Ու այո, կարանք ասենք, որ դա մեզ մեդիայով կերակրում էին
այդ նարատիվը, բայց կարանք ասենք նաև այն, որ մեզ շատ դուր էր գալիս դա։ Ու հենց դրա ազդեցության տակ էլ ասում ենք զինվորը չի պարտվել։ Այո, շատ հերոսական դրվագներ ենք ունեցել, համոզված եմ շատ ավելի շատ հերոսական դրվագներ ենք ունեցել, քան որևէ կերպ կարող ենք տեսնել։ Այո, օրինակ, եթե կամերայով թշնամին ինչ-որ մեկին նկարել է, ասել է բարձրաձայն ասա, որ Արցախը Ադրբեջանն է, ու դա այդ մարդը չի ասել, մահվան սպառնալիքի տակ։ Այդ վիդեոն մենք երբեք չենք տեսնի։ Շատ դրվագներ էլ կան, որոնց ականատեսները արդեն չկան, հենց այդ պահին բոլորը զոհվել են եւ այդ դրվագները ոչ մեկ այդ դրվագների մասին ոչ մեկ չգիտի։ Դրանք էլ պետք է նկատի ունենալ։ Իհարկե համաձայն եմ, որ պարտությունը բոլորինս է, բայց մի կողմից էլ ժողովրդի հետ աշխատանք, քարոզությունը պետքա ճիշտ լինի, որ ժողովուրդը գտնվի իր դիրքում, այսինքն ժողովուրդը մի տեսակ կավի նման, այսինքն ժողովրդի հետ պետք է աշխատել։ Հիմա քո կարծիքով ճիշտ է աշխատվում ժողովրդի հետ։ Հենց հիմա, Նաև հիմա, եւ այն ժամանակ եւ հիմա էլի։ Եվ այն ժամանակ եւ հիմա ոչ այնքան, ուստեղ գալիս է մի քանի հատ հարց։ Ով է աշխատում ժողովրդի հետ։ Եթե կարանք էլի մի քանի պատասխան տանք, էլի ներկա իշխանությունները, ԶԼՄ-ները, որոնք որոշ չափով այդ իշխանություններից անկախ են, կամ որոշները այդ իշխանություններից անկախ են։ Որոշները անկախ են իշխանություններից, բայց օրինակ ուրիշ կախվածություն օլիգարխային են պատկանում։ Տենց կախվածություններ կան։ Իմ համոզմամբ հասարակական կառույցներն են կարող աշխատել այդ նարատիվի վրա, բայց հասարակական կառույցները հիմնականում ավելի թույլ են լինում։ Հիմա որ նայենք այդ բոլորը, որ պետք է աշխատեն ժողովրդի ճիշտ մոտեցման վրա, ճիշտ նարատիվներ տան ժողովրդին պատերազմին պատրաստ լինելու, պետք է առաջին հերթին նայենք այդ բոլորի նպատակները, առաջնահերթությունները։ Եթե իշխանության գալիս են ինչ-որ մարդիկ ու իրենց առաջնահերթությունը այդ իշխանությունը պահելն է ընդամենը, ու այո, ես հիմիկվա մասին եմ խոսում, ինչ-որ վստահություն ունեմ, որ առաջ էլ է տենց եղել, բայց հիմա շատ ակնհայտ է երևում, որ շատ գործողություններ արվում են ընդամենը իշխանություն պահելու համար անձնական շահերից ելնելով։ Եթե այդպիսի մարդիկ են երկիրը ղեկավարում, այդ դեպքում մենք ինչ ակնկալիք պետք է ունենանք, որ այդ մարդիկ պետք է առաջինը մշակեն նարատիվ, որ ժողովուրդը լինի մարտունակ, ու երկրորդ օգտագործեն, իրականացնեն այդ նարատիվը։ Հողի վրա իրականացնեն։ Այո։ Այդ էլ է ահագին բարդ փուլ։ Լավ, հայ ջան, հիմա բարձունքի մասին էլ մի քիչ խոսանք։ Բարձունքում մենք շատ ենք կարևորում անվտանգային հարցերը, ինչպիսի երկրի շրջանակներում ունենք զորեղ երկիր հասկացություն, մարտունակ երկիր, ու նաև բարձունքը անվտանգային հարցերը կարևորելով 2 տարի առաջ, արդեն 2 տարի չէ, մասնակցեց անվտանգային եւ ռազմամարզական կառույցների միավորման հիմնադրմանը եւ հանդիսանում է հիմնադիր անդամ։ Սրան դու ես մասնակցել ու նաև պատասխանատվություն ունես, մի հատ այս միավորման մասին կուզեի խոսեիր, ու նաև բարձունքում ինչ ես անում։ Բարձունքում իմ դերը նախ եւ առաջ առաջնորդող խորհրդի անդամ եմ եւ հիմնականում արտաքին գործընկերների հետ կապերն եմ ապահովում ու հնարավորինս որպես կամավոր ներգրավում եմ տարբեր նախագծերում։ Դրա մասին էլ կխոսեմ, նախագծերի մասին էլ։ Հա, նախագծերի մասին առանձին կհարցնեմ։ Քանի որ առը միավորման մասին հարցրեցիր, պետք է նաև համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի մասին որոշ բաներ պատմեմ ու դրա կոնտեքստում հասկանանք ինչու է հիմնադրվել առը միավորումը եւ ինչ ֆունկցիա է կատարում, ինչ ֆունկցիա կարող է վերցրել եւ կարող է վերցնել իր վրա։ Համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը կարելի է այսպես ասել ՆԱՏՕ-ի կողմից մշակված ուղեցույց է, որ ասում եմ ուղեցույց, օրինակ կա կարծեմ 600 էջանոց գիրք, որ այդ ուղեցույցը Հայաստանի համար հորիզոններ էին նկատի ունես, հա։ Այդ նկատի ունեմ, քանի որ դրա մասին խոսեցինք, նախագծերից պատմեմ, որ ունենք նախագիծ գրքարար, որով պատրաստվում ենք շուտով հրապարակենք Հրաչյա Արզումանյանի հաջորդ գիրքը ազգային անվտանգության տեխնոլորտ, ինչի համար որ դրամահավաք ենք կազմակերպում, մեր ունկնդիրը եթե կհետաքրքրվի մեր կայքում կարող է ծանոթանալ եւ ծրագրին, եւ գրքին, եւ օգնել իր մասը ունենալ այդ գրքի իրականացման։ Շատ կարևոր գիրք է այդ ոլորտի համար, մասնագիտական, իհարկե շարքային քաղաքացուն հնարավոր է դա հետաքրքիր չլինի, պետք չլինի, բայց ոլորտի համար շատ կարևոր գիրք է։
Հիմա անդրադառնանք այդ համակարգին։ Ես որ ասում եմ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված ուղեցույցը այնպիսի երկրների համար, որոնք փոքր տարածքում պարփակված լինելով շրջապատված են այնպիսի հարևաններով, որ անվտանգության խնդիրը շատ առաջնային է ու այսպես ասած վտանգը միշտ կախված է իրենց գլխավերևում։ Մենք շատ երկար ժամանակ լսել ենք ազգ-բանակ հասկացողության մասին, որը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգին շատ մոտ է գաղափարով։ Այսինքն փոքր ներուժով, փոքր ռեսուրսներով դիմակայել մեծ ագրեսիաների։ Այո, ու ինչպես կարելի է դա անել, եթե այլ պետությունները իրենց կարող են թույլ տալ, օրինակ Ռուսաստանը արդեն 5-րդ տարին պատերազմի մեջ է ու բազմաթիվ քաղաքացիներ Ռուսաստանի չեն զգում կամ ուղիղ կերպով չեն զգում այդ պատերազմի ազդեցությունը։ Մեր նման երկրների դեպքում ՀՊՀ-ը իրենց ենթադրում է, որ պետությունը իր բոլոր ռեսուրսները միավորում է եւ մասնավոր ձեռնարկներին եւ հասարակությանը, հասարակական կազմակերպություններին, ու այդ բոլոր ռեսուրսները իրար հետ համակարգված կազմակերպում են երկրի անվտանգությունը։ Անվտանգություն ասելով շեշտեմ, որ միայն դա ֆիզիկական անվտանգության մասին չէ, այսինքն սահմանների պաշտպանվածության մասին չէ, դրա մեջ մտնում են եւ տնտեսական անվտանգությունը եւ պարենային անվտանգությունը եւ հոգեբանական անվտանգությունը, նարատիվները, որ ասում էր, ու դա էլ ինչ որ բան չի, որ կազմակերպենք, հենց պատերազմը սկսի օգտագործենք, էլի, դա այնպեսի բան է, որ այո, պետք է մարդու համար առօրյա լինի, ու մեր հասարակության համար որոշակի ակտիվ հասարակական շրջանակներ, հատկապես պատերազմից հետո քննարկել են, ուսումնասիրել են ՀՊՀ-ի թեման, հասկացել են, որ դա կարա լինի լուծում մեր անվտանգային խնդիրների համար ու հիմնել են ոգեզեն նախաձեռնությունը։ Ոգեզենը իրենց հարթակ է ներկայացնում ու կարելի է ասել համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ավելի պարզ ժողովրդական ներկայացման մեխանիզմն է, որովհետև ավելի բարդ է բացատրել դրա նյուանսները, կապերը տարբեր ենթակառուցվածքների մեջ կամ տարբեր հասարակության տարբեր շերտերի մեջ, բայց ավելի հեշտ է մարդուն ասել դու պետքա լինես ոգեզեն քաղաքացի։ Ինչա պետք լինել ոգեզեն քաղաքացի լինելու համար, դու պետքա զենք ունենաս, քո արտակարգ իրավիճակների տարբեր պլանները պետքա հասկանաս, դու ինչ դեր ունես այդտեղ, ինչպես ես պաշտպանված, ինչ կառույցի շրջանակներում, ինչ գործողություն ես անելու, այդքանը քեզ երիկ է։ Կներես, մի հատ ստեղ ճշտող հարց էլի, բայց հիմա այդ գործը, այսինքն մարդու այդ պլանավորումը, որտեղ ինչ երբ հենց մարդու վրա է, թե համակարգը պիտի դա անի, այսինքն պետությունը դա պիտի անի։ Հիմա ասեմ, այս ՀՊՀ-ը նաև յուրահատուկ է նրանով, որ հասարակությունից էլ ազդակներ պետքա լինի, ու որ խոսացինք նարատիվների տարածման մասին, ես շեշտեցի, որ նաև հասարակական սեկտորը, հասարակական կազմակերպությունը նույնպես կարող են ինչ-որ նարատիվներ տարածել, բայց շատ ավելի թույլ։ Այո, հասարակության ակտիվ մաս կա, որը երբեմն sense ներքևից վերև պետքա պետությանը ասի, մենք որպես հասարակություն մեր պաշտպանությունը գտնում ենք այսպես, ստեղծել ենք մոդել ու կան այդ կազմակերպությունները կան, որոնք մոդելը ստեղծել։ Այո, հենց իրենց մաս կազմող կազմակերպությունները ոման ազատազենը, որոնք տարիներ շարունակ աշխատում են դրա վրա, մենք էլ իրենց հետ համագործակցում ենք, փորձում ենք այդ հասարակության մեջ ավելի տարածել եւ ոգեզենի գաղափարը եւ համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը բացատրենք կոպիտ ասած եւ վերևներին եւ ներքևներին։ Այդ որ սկսեցի ոգեզեն քաղաքացուց, այդ ընդհանրապես ասում էի, որ պարզ կարելի է այդպես ներկայացնել։ Նույն ձև մենք առանձնացրել ենք ոգեզեն համայնքը, ոգեզեն պետությունը, այսինքն մշակել ենք ոգեզենի նախաձեռնող խմբով, թե ինչեր պետք է անի պետությունը ՀՊՀ ներդնելու համար, ինչ խոչընդոտներ կա, ինչ ռիսկեր կա եւ այլն, փորձել ենք դա անել։ Այդ նույն բանը արել է Հրաչյա Արզումանյանը հորիզոններ գրքում։ Այդ գրքի մասին որ խոսացինք, ահագին մեծ աշխատանք է տարվել, որովհետեւ ուսումնասիրել միջազգային փորձը լրիվ մանրամասն հասկանալ ինչպես են դա իրականացնել տարբեր երկրներում մի բան է, իսկ ինչպես դա կարա աշխատի քո երկրում, լրիվ այլ բան է, լրիվ տարբերվում են եւ տնտեսական իրավիճակը եւ մարդկանց մենթալիտետը, ամեն ինչ։ Այո։ Շատ լավ, հիմա մի քիչ նախագծերից պատմի, իզեն նախագծին կուզեմ անդրադառնամ,
անդրադառնաս ավելի ճիշտ, դու ես այդ նախագծի հեղինակը ու ոնց է սկսել գաղափարը ոնց առաջացավ։ Հա, մենք как раз խոսացինք ոգեզեն քաղաքացու մասին։ Ոգեզեն քաղաքացի լինելու մեջ նաև մտնում է անձնական զենք ունենալը, քաղաքացիական զենք։ Շատ տարբեր դրվագներով կարող եմ բացատրեմ դա ինչպես կարող օգնի երկրի պաշտպանության, բայց ինձ թվում է հասկանալի է ու էլի առը միավորման մաս կազմող կազմակերպությունները բավականին երկար աշխատեցին, այդ թվում նաև միավորումը հենց որպես միավորում, երկար աշխատեցին, որպեսզի ունենանք օրենք, որով հայ մարդը Հայաստանի Հանրապետությունում, որ թվում է թե ազատ մարդ է, կարող է քաղաքացիական զենք ունենալ։ Առաջ այդ օրենքը գործում էր որսորդ միությունով, դու կարող էիր հարթափող զենք ունենալ, 5 տարի հետո ակուսափող զենք ունենալ, որսով պետք է զբաղվեր, պետք է միության անդամ լիներ, կարելի չզբաղվեր, բայց միության անդամ հաստատ պետք է լիներ։ Հիմա արդեն քաղաքացին կարա ձեռք բերի ակուսափող հրազեն ու համապատասխան պատրաստություն պիտի անցնի, քննություն հանձնի, չէ, լիցենզավորվի կոպիտ ասած, շատ ավելի լավ համակարգ է։ Շատ ավելի լավ եւ շատ ավելի պատասխանատու համակարգ է, իմիջիայլոց դրա մասին շատ հաճախ խոսում են, որ տեսնում եք հանցագործությունները շատացել են եւ այլն, բայց կա վիճակագրության հետ ոչ ոք չի կարող վիճել, որ հանցագործությունները շատ ավելի շատ կատարվում են անօրինական զենքով, այսպես ասած օրինական զենքով հանցագործություն կատարելը կարելի ասել հիմարություն է, դու քո տեղը բոլորին ասել ես։ Միանգամից բացահայտում ես քեզ։ Այդտեղ մի հատ այսօր հարցազրույցից առաջ, հանդիպումից առաջ մտածում էի հենց կոնկրետ այս ոգեզեն մարդու զենք ունենալու գաղափարի մասին ու այն միտքը եկա, որ մենք դարեր շարունակ, նու ասենք օրինակ, Օսմանյան կայսրության ժամանակ արգելված էր հայ մարդուն զենք ունենալ, չէ՞, ահասարակ զենքն էլ Մոսին էլ արգելված էր ունենալ, ու ոնց որ մեր մոտ այդ նարատիվը, այդ մտածողությունը մտելա, որ զենքը վատ բան է, զենքը վտանգավոր բան է, որովհետև զենք ունենալու համար պատժում էին եւ այլն, ու հիմա կամաց այդ զենքի մշակույթը վերականգնվում է եւ նույն առմիավորումը եւ ռազմամարզականները ազատազենը այդ թվում բավականին մեծ գործ են անում այս մշակույթի վերականգնման ու տարածման վրա նաեւ դու ազատազենի անդամ ես, կուզեմ մի քիչ այս մասին խոսաս, որովհետեւ դիպուկարների դասընթացներին մասնակցեցիր ու մրցույթում, եթե ճիշտ եմ հիշում, 3-րդ տեղը, չէ՞, 3-րդ տեղը գրավեցիր, սրա մասին մի քիչ պատմես։ Իմիջիայլոց մի քիչ սկզբից սկսեմ, դրա մասին անպայման կպատմեմ, Իզենի մասին է կպատմեմ, Իզենի մասին նախորդ հարցին երկար պատասխանեցի, չպատմեցի։ Բոլորը կասեմ։ Լուսարար ոդքասթի Տրունյան Հայկի մասնակցությամբ թողարկումն էի նայում, ու ինձ շատ ադուր եկել են միտքը, որ ասում է առաջ մարդիկ լինում էին բաժանված էին ազատ եւ անազատ մարդկանց, ու ազատ մարդիկ են, ովքեր զենք կրելու իրավունք ունեին, ոչ միայն իրավունք ունեին զենք կրելու, այլ նաեւ պարտականություն ունեին անազատներին պաշտպանելու։ Հիմա ինքը խոսում էր հին ժամանակների մասին, անցել են դարերը, մեր երկրում ստեղծվել է իրավիճակ, որ մարդը անձնական ընտրություն ունի, չգիտեմ, iPhone 17 գնի, թե մի հատ լավ դիպուկահար զենք իր համար։ Ու այդ Հայկի ասած օրինակով ինչ շատ է դուր եկել հենց այդ անվանումները, մարդը ընտրություն ունի, ինքը ազատների մեջ մտնի, թե անազատների մեջ։ Այդ ընտրության հնարավորությունը ազատազենը շատ լավ կազմակերպել է, որ ունենանք, էլի առաջ չունեինք։ Առաջ ահագին դժվար էր ազատների ճանապարհը ընտրելը։ Իզենի մասին պատմեմ, հետո ազատազենի։ Քանի որ խոսեցինք զենքի ձեռքբերման, ոգեզեն քաղաքացու մասին, Իզենը 2 տարեկան նախագիծ է, այս տարի 2-րդ անգամ ենք անում ընդամենը։ Ես ցանկություն ունեի երիտասարդներից ինչ-որ մեկին զենք նվիրելու, միտքը այդտեղից ծնվեց, հետո արդեն մտածեցի, բայց ահագին արժանի երիտասարդներ կան, էլի, որ կարելի է զենք նվիրել ու որոշեցի, որ դա կարող է լինի մրցութային կարգով ու քանի որ կարիք կա, որ համապարփակ պաշտպանության մասին շատ ավելի շատ հայեր իմանան, մտածի, որ դրա ուսումնասիրությունը կարելի է դնել մրցույթի հիմքում։ Այդպիսով ծնվեց կրթական ծրագիր, որը ծառայում է ՀՊԱՀ-ի
տարածմանը հայ հասարակության մեջ եւ որպես մրցանակ, որպես խրախուսանք հաղթողը ստանում է զենք։ Անցած տարի արդեն իրականացրել ենք այդ ծրագիրը, զենքը հաղթողին հասել է, քանի որ երիտասարդների մեջ է մինչև 21 տարեկանները հարթափող զենք են ստանում, 21-ից բարձրերը հակուսափող կարող են ստանել։ Այս տարի էլ կիրականացնենք, կտեսնենք ընթացքը ինչպես է տանում, պետք է աշխատենք, որ իր նպատակներին այդ ծրագիրը ավելի լավ ծառայի, եթե հասկանանք, որ օրինակ դասընթացների միջոցով ՀՊԱՀ-ը ավելի լավ կտարածվի երիտասարդության մեջ, կարող է փոխենք դասընթացները, եթե հասկանանք, որ այսպես հետազոտական աշխատանքների միջոցով իր խնդիրը կատարում եք, թողնենք հետազոտական աշխատանքներ։ Դրա մասին արդեն մյուս տարի կիմանանք։ Կներես, քո անձնական միջոցներով ես անում այս նախագիծը։ Այս նախագիծը, այո, դեռ այո, եթե հետո որոշենք մեծացնենք առաջի, երկրորդ, երրորդ եթե ինչ-որ մարդիկ կան, որ կուզենան այս նախագծում ներգրավեն, աջակցեն նախագծին, դիմեն քեզ։ Կարան դիմեն ինձ, միևնույն է, այն ինչ որ պլանավորված է անձնական միջոցներով կազմակերպելու, բայց եթե հասկանամ բյուջե է հավաքվում, հաջորդ տարիներին կարա մի մրցանակի փոխարեն 3 մրցանակ լինի օրինակ կամ ինչ որ հավելյալ հետաքրքիր բաներ մտածենք։ Լավ, Ազատազենին վերադառնանք։ Հա, Ազատազենին ինչպես արդեն ասեցի, Ազատազենը եղել է առաջամարտիկները, որ զենք ունենալու մասին օրենք ընդունվի, ռազմամարզականների մասին օրենք ընդունվի, այդ առմիավորումն էլ մեծ ներդրում ունի դրա մեջ։ Իմ օրինակը շատ լավ օրինակ է, Ազատազենը առաջին կարծում եմ լիցենզավորված հրաձգարանն է եղել, բաց, փակ հրաձգարաններ ունեինք, բաց ու հեռու տարածություններ ունեցող առաջին լիցենզավորված հրաձգարանն է եղել, լիցենզավորված հրահանգիչներով ու ստեղծել է ամբողջական փակ ցիկլը։ Այսինքն ես ուզում էի զենք ձեռք բերեի։ Ես ինչ-որ կապ ունեի զենքի հետ, ծանոթ էի, բայց ենթադրենք մարդը, որ ընդհանրապես ծանոթ չէ ոչ մի բանի, ուզում է զենք ձեռք բերի։ Զենք ձեռք բերելու համար պետք են տեսական գործնական քննություններ, որոշակի հետազոտություններ ու թղթաբանություն, որի այդ ցանկի հետ իմիջիայլոց Ազատազենի կայքում կարելի է ծանոթանալ, շատ հեշտ գտնվում է տեսական գործնական քննությունների առումով։ Ազատազենը եւ պատրաստում է քննությունը եւ քննությունը կարում վերցնի։ Էլի առաջին կառույցներից էր, որ լիցենզիա ստացավ քննություն վերցնելու համար։ Երբ որ ամենաառաջին իրենց քննությունը իրականացրել են, ես մասնակցել եմ հենց այդ քննությանը առաջին։ Այդ քննություն եւ պարապում են եւ մարզում են մարդկանց իրենց մոտի կառույցի զենքերով եւ կարում են դրանից հետո քննություն վերցնեն, իմիջիայլոց ընկերներին ծանոթով չեն դնում, էլի քննությունը ավելի դժվար են, չէ՞։ Հա, այդ հաշվի առեք, եթե կուզենաք Ազատազենում զենքի քննություն տաք, ծանոթը չի անցնում այնտեղ։ Եվ քննությունն են վերցնում եւ դրանից հետո բացեցին թվանք ռազմախանութը, այսինքն այդ ամեն ինչը թղթաբանությունը անելուց հետո կարող է հենց իրենցից էլ զենք գնել։ Իմիջիայլոց երբ որ նախավաճառք էին անում, հենց իրենցից էլ զենքը գնել եմ ու ամբողջ ցիկլը անցել եմ Ազատազենի միջոցով։ Եթե մի դեպքում մարդը պետք է ինքը ուսումնասիրի, գնա տենա որ կառույցից ինչա պետք, ինչ անի, ոնց անի, Ազատազենը այդ ամեն ինչը ապահովել է, հիմքում նպատակ դնելով զենքի մշակույթը հայ մարդու մոտ տարածել է։ Ինչը որ շատ գնահատելի է մեր համար։ Նայ Հայկ ջան, ինչի մասին էի նոր մտածում, մարդը անհատը ասեցիր ունի այդ հնարավորությունը գնա Ազատազեն կամ չգիտեմ ոմա կամ ինչ որ X ռազմամարզական կառույց եւ իր որոշմամբ դառնա ոգեզեն քաղաքացի, բայց նման մարդիկ ոնց որպես կանոն հասարակության փոքր հատվածն է լինում, ամեն դեպքում պետության դերը ստեղ պիտի ավելի մեծ լինի, թե քարոզչական, թե մարդկանց ներգրավելու, այդ ամեն ինչը պլանավորելու, համակարգ ստեղծելու, այսինքն սա պետության մասին է խոսքը, կուզեմ անդրադառնաս այս մասին, ոնց այս ներքևից ձևավորված պահանջը հասցնենք վերև։ Հիմա այդ գործի մեջ ենք, բայց մի հատ անդրադառնանք սրա։ Հասկացա, շատ լավ հարց է, ահագին ասելու բան կա այդտեղ։ Երբ որ այդ հարցը տալիս ես, ուրեմն մենք հասկանում ենք, որ այդ հարցը վերաբերվում է ներկա կամ ապագա իշխանություններին, չէ՞։ Ներկա իշխանությունների հետ համագործակցության փորձեր արվել են, անվտանգության խորհուրդը
ծանոթացել է։ Ընդունել է համապարփակի գաղափարը, չէ՞։ Ընդունել է համապարփակի գաղափարը, հրահանգներ ա եղել, որ պետք է համապարփակը իմպլեմենտացնել, բայց այդ ամեն ինչը քննածվել է։ Այսօր արդեն խոսեցի մի անգամ, որ շատ կարևոր է թե իշխանության համար առաջնահերթությունները որոնք են։ Եթե այս պահին հասկանում է, որ օրինակ հասարակության մի լայն զանգված կա, որ դա կարևոր է իր համար, եւ իշխանությունը եւ իմիջիայլոց մոտակայքում ընտրություններ են, բոլոր ընտրության մասնակիցներն են, որ հասկանում են հասարակության համար սա է ընդունելի, շատերն են, որ օրինակ իրենց ծրագրի մեջ նայում են, տեսնում են հպահագիրած, ասում են այ ուրեմն այս ուժը նորմալ ուժ է, սկսում են օգտագործել։ Այդ նույնը արել է ներկայիս իշխանությունը, բայց պրակտիկայի մեջ տեսնում ենք, որ կամքը իմպլեմենտացնելու չկա։ Երբ որ խոսում ենք այն ամենասկզբում, որ ասացի, դա փոքր թշնամիներով շրջապատված երկրների համար կազմակերպած մեթոդ է, համակարգ է, հասկանալի է, չէ՞, որ այդ փոքր պետությունը երբ որ սկսում է այդպիսի համակարգ ներդնել ու ասում է, այ նայեք, ես իմ վրա եմ, իմ ուժերի վրա եմ ապավինելու, իր արտաքին եւ հարևանները եւ այսպես ասած բարեկամները դրան դեմ են լինելու։ Ու եթե դեմ են լինելու, ամենակարևոր կետը որ գալիս է աշխարհակաղակական կամքն է, որ դու բացի նրանից որ քո ներքին լսարանին ասում ես ես IS-ի ընդունում եմ, որպեսզի քեզ հավանեն, նաեւ պետք է աշխարհակաղակական կամք ունենաս, որ դա իմպլեմենտացնես, որ ցույց տաս, ասես ես սա անում եմ սրա համար։ Եթե մենք խաղաղության ենք գնում, ես այդ խաղաղության գնում եմ ուժեղանալով։ Հիմա նայ իշխանությունները հենց ոնց ասեմ, այդ մոդի մեջ է, որ մենք գնում ենք խաղաղության, մենք պատերազմի չենք ուզում եւ այլն, չնայած նրան, որ պատերազմին պետքա պատրաստվել, որ խաղաղությունը կարողանաս ձեռք բերես, բայց իշխանությունը ասում է, քանի որ մենք ոնց որ այս պահին էդ էլ չի ասում, այսինքն այս պահի մասին խոսք չկա, ուղղակի մենք խաղաղություն ենք ուզում, այդ ասելով տեղի է ունենում ըստ քեզ, զուտ ասելով խաղաղություն։ Հարցի մեջ ինձ թվում է պատասխանը հնչում է, որևէ բան երբևէ ասելով տեղի չի ունենում։ Եվ խաղաղությունը երբևէ տեղի չի ունենում, եթե դու թույլի դերից ես հանդես գալիս։ Մեռած մարդը կամ մեռած պետությունը էլի խաղաղ է։ Ամենախաղաղ ժամանակը ժամանակ է գալիս։ Ոչ մեկ էլ քեզ չի անհանգստացնում։ Եթե մենք մահվան ենք գնում, այո, խաղաղություն հաստատ կլինի։ Բայց մենք չենք ուզում այդ խաղաղություն։ Մենք դրա նախորդ փուլն է չենք ուզում, որ խաղաղություն լինի, բայց ինչ ուզեն անենք։ Չենք ուզում, չէ՞։ Ոնց որ շատ քիչ է պետք մտածել, որ այդ տարածվող թեզի հաջորդ քայլը տեսնես։ Ու էլի մեր ունկնդրին ես կասեմ հերթական անգամ ու էլի կարող եմ մի քանի անգամ էլ ասեմ այսօր, այո, պետք է նայես այս մարդը, որ քո հետ խոսում է, մի բան ուզում է քեզ առաջարկի, իր առաջնահերթությունները ո՞րն են։ Իրական առաջնահերթությունները։ Ու դրանք դժվար չի նկատել։ Լավ։ Մի հատ էլ այս հարցի շարունակություն, այսինքն նախորդ հարցի շարունակություն մարդու պատասխանատվության մասին եւ ինքնավստահության մակարդակի։ Երբ որ մարդը սովորեց, տիրապետեց ռազմական գործին, իր անհատի մակարդակով ինքնավստահությունը բարձրանում է որոշ մակարդակի է հասնում, ու ոնց անենք, որ այդ ինքնավստահությունը, այսինքն իր մակարդակին ինչ որ հասնելու ռազմական առումով, նաև գիտակցությունը բարձրանա, այսինքն որ պատասխանատու է մարդը, որ դա ոչ միայն իր անհատի համար է, այլ ընդհանուրի բարօրության համար է, այս գիտակցության մասին, այս երկուսը պիտի զուգահեռ գնա, չէ՞։ Իհարկե զուգահեռ պետք է գնա, հələ որ այն փուլում ենք, որ դու էլ նշեցիր, որ անձամբ քիչ մարդիկ են գնում մտնում ոգեզնի մեջ, ասում են ես էլ եմ ուզում ոգեզն լինեմ, այդ քիչ մարդիկ այդ գիտակցությունը ունեն արդեն։ Եթե խոսում ենք այնպիսի մարդկանց մասին, որ այդ գիտակցությունը չունենալով, չգիտեմ, համոզելով կամ մոդայի հետևից գնալով են գնում դառնում ոգեզն քաղաքացի, երբ որ քանակը շատանում է, ավտոմատ քո ասածը ստացվում է, այսինքն երբ որ 10 հոգուց 8-ը պատրաստված է, շատ քիչ է այդ 8-ի ջանքը գնում, երբ որ 10 հոգուց մի հոգի է պատրաստված, այդ մի հոգին պետք է մնացած բոլորի կարիքները արտակարգ իրավիճակում հոգա։ Պետք է հասկանա ոնց որ մնացածին ոնց ուղղորդի, կոպիտ ասած, որ նրանց կյանքն է փրկի, իր կյանքն է փրկի, չէ՞։ Այսինքն զուգահեռ որ
կատարվում է այդ ամեն ինչը, քիչ քանակի դեպքում գիտակցությունը ես համոզված եմ որ կա, երբ որ քանակը շատանում է, գիտակցությունը քիչ է շատանում, բայց այդ գիտակցության կարիքն էլ ավելի քիչանում, չէ՞։ Հա, բայց այսօրվա մեր գիտակցության վրա շատ բաներ է ազդում։ Ես գիտեմ, որ դու նաև հոգեբանական տեղեկատվական պատերազմներով ես զբաղվում, ու հենց քո նշած Հայկ Թրունյանի հետ այս ուղղությամբ նաև աշխատանքներ եք ծավալել։ Մի քիչ սրա մասին պատմի, ինչ եք արել, ինչ եք անում։ Իրականում Հայկին որոշ հարցերով փորձել եմ օգնեմ, ես ինքս շատ թեմայի մեջ մտած չեմ, մեր պետության կառուցվածք ենք առանձնացրել, այսինքն ընդհանուր ինչպես է ուղղորդվում տեղեկատվությունը, այդ կառուցվածքի հիման վրա պետք է հասկանանք մասնավորապես Հայաստանի մասին է խոսքը, չէ, Հայաստանի մասին է խոսքը, չէ, կներես, օրինակ ասացի, բայց հիշեցի, որ մենք ամբողջ հայոց աշխարհն ենք ներառել, հայկական քաղաքակրթությունն ենք ներառել, որի մեջ նաև մտնում են Սփյուռքի հայերը, որի մեջ կարան մտնել նաև ազգային փոքրամասնություններ եւ տարբեր մարդկանց խմբեր։ Այդ ամեն ինչը պետք է հասկանաս, որ հասկանաս քո ժողովրդին ինչ նարատիվ կարաս տաս ու ինչպես կարաս ուղղորդես, էլի։ Ինչ ունես կոպիտ ասես, պետք է սկզբի համար հասկանաս, որ հասկանաս դրա հետ ինչ անես։ Մեկ էլ կուզեմ քո մասնագիտականին անդրադառնանք։ Գիտեմ, որ նաև տվյալագիտությամբ ես զբաղվում, դե ինժեներ ես IT ոլորտից, այսօրվա մեր անվտանգային համակարգում ինժեներությունը, IT ոլորտը, տվյալագիտությունը հենց ինչ դեր կարա ունենա ու այն ներուժը, որ Հայաստանում կա, արդյոք օգտագործվում է, ինչ չափով է օգտագործվում, ու ինչքան դեռ կարա օգտագործվի։ Իրականում վստահ չեմ օգտագործման հետ կապված, բայց հենց նոր հյուրի միտք առաջացավ մոտես, որ կարելի է Հրանտ Խաչատրյանին կանչել ու այդ հարցերը տալ, շատ ամենահամապատասխան մարդը կարծում եմ, ով այդ հարցերին կպատասխանի, Հրանտն է։ Ես ինքս տվյալագիտությամբ այն մակարդակով չեմ զբաղվել, որ դրանով հասկանամ ինչպես կարելի է խնդիրներ լուծել, բայց գիտեմ մարդկանց, օրինակ իմ հարազատ եղբորը, որ տվյալագիտությամբ զբաղվելով նույնիսկ պատերազմի ժամանակ որոշ խնդիրներ լուծել է։ Այսինքն այնքան շատ տարբեր տեղեր կարա օգտագործվի, որ հենց ռազմական գործողությունների ժամանակ եղել են խնդիրներ, որ իջեցվել են իրենք լուծել են։ Այսինքն պաշտպանության նախարարությունը պատվեր է իջացրել։ Անկեղծ ասած, ոչ շատ մանրամասներին տիրապետում եմ, ոչ էլ տիրապետելու դեպքում կուզեի դրանցով կիսվել։ Շատ լավ։ Անցնենք բանակի բարեփոխումներին, շատ է խոսվում դրա մասին, հատկապես իշխանությունների կողմից ու բերվում է, որ նոր զենքեր են գնվել, չգիտեմ, վերապատրաստումներ, ատեստացիաներ, աշխատավարձի բարձրացումներ, ինչքանով ես տեղյակ սրանից ու ինչ գնահատական ունես։ Տեղյակ եմ մի քանի ուղղությունից, բանակում գործող սպաների եմ ճանաչում, ումից այդ նման բաներ լսել եմ եւ քաղաքացիական անձանցից, ովքեր հավաքների են մասնակցել, բացի նշվածներից նաև ասեմ, որ սերժանտական համակարգն են փորձում ներդնեն, էլի նատոյական մոդելով, անկեղծ ասած, դա բնականաբար ունի իրական եւ ցուցադրական մաս։ Իրական մասի համար շատ ուրախ եմ, ցուցադրական մասի համար շատ տխուր եմ, որովհետեւ էլի ոնց որ հետ են գնում են թեզին, որ մեր բանակը ամենաուժեղն էր Կովկասում։ Հիմա եթե sense մեր մեջ հանգստանանք, որ հեսա ուժեղանում ենք, հեսա նայեք ինչ ուժեղ բանակ ունենք, չեմ ուզի որ էլի փափուկ բարձի, չեմ ուզի որ այդ նարատիվը տարածվի, ժողովուրդը հանգիստ լինի այդ առումով։ Եվ այսօր ասացի, որ մի քանի անգամ շեշտելու եմ, էլի պետք է հասկանաս, երբ որ ինչ որ բաներ դրական անում են իշխանությունները, էլի պետք է հասկանաս իրենց առաջնահերթությունները որն է, իրոք դա ինչ որ անում են առաջնահերթություն է, թե չէ։ Հույս ունեմ, որ հա, այն դրական մասը միևնույնն է մնում է, նույնիսկ եթե որպես առաջնահերթություն չեն անում, ինչ որ դրական փոփոխություններ լինում դրանից, դա մնում է, հետո իրանք հավերժ չեն, էլի, իրանք կարան գնան, բայց դրական փոփոխությունները մնա։
Այս ընթացքում որպես պահեստազորի սպա մասնակցել ես զորահավաքներին։ Զորահավաքներին չեմ մասնակցել։ Իսկ պահեստազորի հետ կապված ինչ աշխատանքներ ես տեսնում, որ տարվում է կամ պետքա տարվի։ Հենց որ ասացի քաղաքացիական մարդիկ կան զորահավաքներին մասնակցած, գիտեմ, որ որոշ տեղեր այդ զորահավաքները շատ որակով են կազմակերպվել, այդ առումով չեմ վիճի, ու գիտեմ ինչպես որ իմ բանակում լինելու տարիներին, ինչպես դրանից առաջ, այդպես էլ հիմա, բանակը միևնույնն է դեռ շատ առումներով հիմնված է նվիրյալների վրա, որովհետև երբ որ լսում եմ դրական փոփոխությունների մասին, ու ինչ որ մեկը սկսում է պատմել դրական փոփոխությունների մասին, սկսում է պատմել ու տալ մարդկանց անուններ, ասում է, այ այս մարդը ստեղ է նշանակված, այստեղը այս համակարգը շատ լավ է աշխատում, այս մի մարդը ստեղ է շատ լավ է աշխատում։ Ես որ Վազգեն Սարգսյանում սովորում էի, մեր դասախոսներից մեկը մի բան ասեց, որ առաջին հերթին զարմանալի էր, ասեց, մեզ հերոսներ պետք չեն, հերոսներ չպետք է լինեն, որովհետև հերոսներ ծնվում են, եթե համակարգը լավ չի աշխատում։ Ու եթե կալում է ժողովրդի մեջ, որ հերոս լինելը այդ մեկ անգամյա գործողություն է, ասեմ, որ չէ, ապրելով հերոս լինելը անընդհատ քո տեղում լինելը, քո գործը մի քանի անգամ ավելի լավ անելը, քան կարայիր տենց ծերի հետ անել, դա էլ է հերոսություն ու այդպիսի նվիրյալների միջոցով է, որ բանակը պահվում է։ Դեռ տենց է։ Իդեալական դեպքը այն է, որ համակարգը այնքան լավ աշխատի, որ կարևոր չլինի այդ մարդը ինչքան նվիրյալ է։ Այդ մարդը անի իրան բաժին հասած գործի չափի գործ ու համակարգը աշխատի։ Ոչ թե իր կաշվից դուրս գա, մի քանի անգամ ավելանի, իր անձնական կյանքը տուժի, դրա հաշվին աշխատի, էլի ինչ որ բան։ Դրա հաշվին աշխատող համակարգը հետո ինչ որ տեղեր մեկը փչանում է, էլի։ Հա, կարծում եմ բոլոր կայացած երկրներն էլ այդ համակարգերի վրա են հիմնված աշխատող, ժամացույցի պես աշխատող համակարգի վրա են հենվում, քան թե հերոսներ ունենալու վրա։ Այդ շատ ավելի արդյունավետ է։ Ու հիմա մոտենում է մայիսը, մայիսյան տոները, մի քիչ էմոցիոնալ հարց է, բայց մայիսի 9 ժամանակին մենք եռատոն էինք նշում, մայիսի 28-ը Սարդարապատի օրն, ու մայիսը ընդհանրապես մեր մոտ sense ընդունված էր հաղթանակների ամիս համարել։ Հիմա ինչ ասոցիացիաներ ունես մայիսի հետ կապված ու դա մեր ոնց որ հարթության մասին պիտի խոսանք, թե ապագա հաղթանակների մասին։ Հիմա մի հատ հարց տամ ես քեզ, մայիսի 9-ը ի՞նչ է կոչվում։ Գիտես։ Դե պաշտոնապես հայրենական պատերազմի մասնակցություն ոնց որ հաղթանակի օրն է, սովետական միության։ Այդ են վաղտել կար։ Այն ժամանակ կար, հա։ Հիմա չգիտեմ Շուշիի ազատագրման հետ կապված ինչ որ պաշտոնապես Հիմա մայիսի 9-ը կոչվում է հաղթանակի եւ խաղաղության տոն։ Եռատոն էր կոչվում մի ժամանակ, մենք բոլորս մայիսի 9-ը գիտենք որպես եռատոն։ Առաջինը հայրենական պատերազմն էր, որը էլի կարելի է նշել, թե ինչի էր հայերի համար կարևոր այդ հայրենական պատերազմի հաղթանակը, որովհետև կար վարկած, որ եթե Գերմանիան հաջողեր ֆրոնտում, Թուրքիան կարող էր չեզոք դիրքից ակտիվանալ ու հետևաբար Հայաստանի համար լավ հետևանքներ չէր ունենա Թուրքիայի ակտիվացումը այդ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Եռատոնի երկրորդ եւ երրորդ մասերը Շուշիի ազատագրումներ եւ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրումը։ Բնական է, հիմա չեն ուզում դրա մասին խոսան, հիմա կոչվում է հաղթանակի եւ խաղաղության տոն։ Ենթադրում եմ, որ հայրենական պատերազմի հաղթանակի եւ Նիկոլյան խաղաղության մասին է խոսքը, այդ ենթադրում եմ, ինչ որտեղ գրված չի, բայց մի հատ ուրիշ ենթադրության մասին ասեմ, կարծում եմ, որ այս տարի մայիսի 9-ին լավ շքերթ են անելու։ Ենթադրում եմ էլի։ Դե շքերթը մայիսի 28-ին է լինելու, ինչի լինելու։ Հա, դա ուրիշ հարց, հա։ Զորահանդես է լինելու մայիսի 28-ին ու հենց այսօր վարչապետը հայտարարեց, որ ցուցադրվելու է 2022-ից ESCOM ձեռք բերած զենք զինամթերքը որպես հաշվետվություն։ Շատ լավ է, այդ որ ձեռք են վերել են լավ է, բայց կարամ որպես սովորական քաղաքացի դա կապեմ ընտրությունների հետ, նայելով արժեքները։ Եթե Սարդարապատի մասին ենք խոսում, Կարանք նախ հիշենք Սարդարապատը ումից է սկսել, որ ինչպես է սկսել, ինչու է երգի մեջ ասում զանգեր ղողանջեք,
այդ ամեն ինչը հաշվի առնելով ու նայելով թե ում դեմ է պայքարում ներկայիս իշխանությունը, ինչ արժեքների դեմ է պայքարում ներկայիս իշխանությունը, կարանք ընդունենք, որ իրանք անկեղծորեն մեր Սարդարապետի հերոսամարտի համար շքերթ են կազմակերպում։ Դե ես թողնենք ռետորական հարց։ Ակնհայտ է ինձ թվում է ռետորական հարցի պատասխանը։ Ահագին էմոցիոնալ է հատկապես մայիսի 28-ը Սարդարապետի խորհուրդը այդ տիպի ճգնաժամային իրավիճակում պետականության կայացում է տեղի ունեցել Սարդարապետից հետո, չնայած շատ է քննադատվում, որ քաղաքական այրերը չկարողացան մաքսիմալը անեն, որովհետև հողի վրա մենք ավելին ունեինք, քան քաղաքականության մեջ հնարավոր եղավ հաստատել։ Ամեն դեպքում պետականությունը կայացավ ու այս խորհուրդը պետքա պահել, հաջորդ ծերունդերին փոխանցել, ինչ ես կարծում, ինչա պետք անել դրա համար։ Ինչ անենք։ Այն ինչով որ մենք զբաղվում ենք եւ բարձունքում եւ ոգեզեն հարթակում եւ առանձին կառույցները ազատազենը ոման փորձում ենք հենց դրանով զբաղվել, որ այդ ամեն ինչը այդ խորհուրդները եկող սերնդին փոխանցենք ու հենց որ բարձունքը կրթական շարժում է, այդ է պատճառը։ Բարձունքը շատ երկար ճանապարհ է անցել, մինչև իրեն կրթական շարժում կոչելը։ Ահագին երկար մտածել է այդ ուղղությամբ ու բոլոր լուծումները չեն կարա լինեն առանց ապագայի տեսլականի։ Եթե մենք փորձենք մոտակա 5 տարվա մեջ լինող լուծումներ առաջարկենք, մենք ձախողելու ենք։ Այդ առումով բազմիցս քննադատության ենք արժանացել բարձունքում, որ ժամանակ չկա, չենք կարա երկարաժամկետի վրա աշխատենք, բայց ես ունեմ այդ համոզմունքը, որ մի 30 տարի առաջ բարձունքի նման կառույցներ լինեն, հիմա մենք ավելի ամուր կլինենք, հենց մենք մեր նման մարդիկ, որ ժամանակը կունենայինք։ Այդ ժամանակն էլ կունենայինք, ամուր էլ կլինեինք, կարող է ընդհանրապես իմ հիմիկվա գործունեությունը չլիներ, որովհետև պատերազմում օրինակ հաղթած լինեինք, ես չգիտեմ, օրինակ էկոլոգիական հարցերով զբաղվեի։ Տենց լրիվ ուրիշ ապագա կունենայինք ու մենք հիմա փորձում ենք բարձունքով այդ լրիվ ուրիշ ապագան ապահովենք։ Իսկ որպես IT մասնագետ, ինչ խորհուրդ կտաս այսօրվա երիտասարդներին, ովքեր մտնում են այդ ոլորտ, ինժեներներին, ինչ խորհուրդ կտաս հենց անվտանգային ոլորտում ինչ կարող են անել։ Եթե խոսքը գնում է արդեն մասնագետ դարձած մարդկանց մասին, ինչ կան անեն անվտանգային ոլորտում, ասեմ էլի իմ պատկերացումները ինժեներության մասին կամ կրթության մասին, բարձրագույն կրթության մասին, դու կարող ես ձեռք բերել բարձրագույն կրթություն, որով կունենաս աշխատանք եւ աշխատավարձ, կամ կարող ես մտնել գիտության զարգացման մեջ։ Առաջին դեպքում ռեալ օգտակար լինելը անվտանգության մեջ շատ ավելի քիչ է հավանական։ Դու ռեալ օգտակար կլինես այն դեպքում, եթե քո տեղը գտնես այնպիսի կառույցում, որը հենց անվտանգության հարցերով է զբաղվում։ Երկրորդ դեպքում, երբ որ դու գիտության մեջ խորանաս, հասկանաս, որ քո գիտությունն է, ոչ թե փորձես իմպլեմենտացնես այդ գիտությունը, այլ զարգացնես, ուսումնասիրես եւ միջազգային փորձը եւ այդ ուղղությամբ զարգանաս, այդ դեպքում կարաս ռեալ անվտանգային խնդիրներ լուծես։ Եթե խոսքը գնում է երիտասարդության մասին, ովքեր պետքա որոշում կայացնեն, թե որն է իրենց համար կարևոր, ինչ ուղղությամբ են ուզում գնան, ու իրենց համար կարևոր է, որ ռեալ խնդիրներ լուծեն, ես միանշանակ խորհուրդ եմ տալիս լուրջ մոտենան իրենց մասնագիտությանը եւ գիտությամբ զբաղվեն, որովհետեւ իմ մասնագիտությամբ բազմաթիվ մարդիկ կան, չեմ խորշի նշել նաեւ, որ ես ինքս զբաղվում եմ դրանով որպես ինժեներ, որպես այսպես ասած մասնագիտություն, որով գումար եմ աշխատում։ Բայց ես ինքս չեմ հասել գիտական այն մակարդակին, որով կարողանամ նոր խնդիրներ լուծել։ Այդ թվում նաև անվտանգության ոլորտում։ Եթե մարդ կա երիտասարդներից, որ ուզում է այդպես խնդիրներ լուծի, միանշանակ իմ խորհուրդն է, որ իմացի, որ շատ դժվար ճանապարհ է եւ գիտության ճանապարհով գնա։ Դե ժամանակին այդ գիտության զարգացումը ոնց որ չէր երևում, հիմա ռազմաարդյունաբերությունը փորձում են զարգացնել, չգիտեմ, էլի քո ասած փաթեթավորման տարբերակով
ցույց տալու համար, թե հուսանք իրականում ու այսօր արդեն այդ գիտության մեջ մտնողը կոպիտ ասած տեղ ունի ուր գնա ռազմաարդյունաբերության ոլորտ։ Շատ լավ, Հայկ ջան, ու որպես վերջի ամփոփիչ հարց, սենց հարցս ձևակերպեմ, ինչ երկիր է երազում, կառուցում Հայկ Նավասարդյանը։ Կարող է իմ երազանքները ձերից շատ փոքր թվան, բայց ես ուզում եմ Արցախը հետ բերեմ։ Անկեղծ եմ ասում, իմ այս վերջին տարիների երազանքը լվոր դա է։ Դա շատ պարզ և փոքր է թվում, այո, կարամ մեր քարտեզը հանրայնացված է, մեր քարտեզում ամեն ինչ գրված է, մենք ձևակերպել ենք ինչպիսի երկիր ենք ուզում, բայց երբ որ հարցնում ես ինչպիսի երկիր է ուզում Հայկ Նավասարդյանը, առաջին միտքը, որ ես ունենում եմ, այդ երկիրը պարտադիր Արցախով է։ Շատերը օրինակ հարցնում են ու հիմա էլ հարց կառաջանա, ինչի ոչ Նախիջևանով, որովհետև ես Նախիջևանը չեմ տեսել։ Շատ պարզ պատասխան է, զգացմունքային կապս Արցախի հետ է։ Ու այո, այդ հարցին թե ինչպիսի երկիր եմ ես ուզում, ես պատասխանում եմ իմ զգացմունքային կապով, ինչպես որ շատերը։ Շատ լավ, շնորհակալություն, շատ հաճելի զրույց էր։ Քեզ էլ շնորհակալություն։ Կհանդիպենք Լուսահար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսահար podcast-ին։ Լուսահար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Բարձունք.am կայքում եւ այն հաշմեհամարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը ևս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսահար podcast-ին։